Խորհրդարանական ընտրություններից կես տարի առաջ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը։ Այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը։ Կայա Կալասը մանրամասնել է հարցը քննարկել են Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ այսօրվա հանդիպմանը։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, ու մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Քիշնևին Բրյուսելն օժանդակել է Մոլդովայում Եվրամիության գործընկերության առաքելության միջոցով։ Ըստ պաշտոնական կայքի 2022 թվականից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից ի վեր Մոլդովայում հիբրիդային հարձակումներ են նկատվել, որոնց նպատակն է եղել վարկաբեկել դեմոկրատական ինստիտուտները։ Ընտրություններից առաջ Մոլդովան հայտարարում էր Ռուսաստանից զանգվածային միջամտությունների մասին։ Երկրի ռուսամետ ընդդիմությունը մեղադրանքներն անհիմն էր որակում։ Ռուսաստանն էլ դա համարում էր հակառուսական հիստերիա։ Հայաստանի արտգործնախարարությունը շատ մանրամասներ չի փոխանցում այսօրվա հանդիպումից։ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում շատ հպանցիկ նշել է, քննարկել են նաև հիբրիդային սպառնալիքները։ Թե ինչ է սա նշանակում եւ որ երկրից կամ երկրներից են գալիս այդ վտանգները, նախարարը չի բացահայտել։ Քննարկել ենք Եվրամիություն-Հայաստան համագործակցության ոլորտում բոլոր հիմնական ձեռքբերումները, սկսած տնտեսությունից, դիմակայունության ամրապնդումից մինչև անվտանգության հետ կապված հարցեր, ներառյալ հիբրիդային սպառնալիքները եւ Եվրամիության խաղաղության մեխանիզմի շրջանակներում աջակցությունը։ Որ Հայաստանի իշխանությունը 2026-ի ընտրություններից առաջ արտաքին վտանգները չեզոքացնելու համար օգնության կարիք ունի, խորհրդարանում այսօր հայտարարեց քաղաքացիական պայմանագրի փոխնախագահը։ Գևորգ Պապոյանը սակայն սպառնալիքների մասին ոչ թե կոնկրետ տեղեկություններ ուներ, այլ ենթադրություններ։ Հնարավոր են լինեն հիբրիդային հարձակում, մասնավորապես մեր ժողովրդավարությունը վտանգի տակ դնել եւ տարբեր տեսակի կեղծ լուրերով կամ ընտրակաշարքային մեխանիզմներով փորձ կատարվի որոշակի շրջանակների կողմից, որոնք որ տիրապետում են միլիարդավոր դոլարների։ ՔՊԱ-ական Պապոյանը եւս չասաց, որ երկրից կամ երկրներից են նման հարձակումներ սպասվում, բայց շեշտեց պայքարի համար իրենց անհրաժեշտ է փող, ուժ ու գիտելիք, ինչպես ինքը ձևակերպեց ժամանակին կտրուկ գործելու համար։ Իսկ Եվրամիության հաջողված փորձն իշխանության ներկայացուցչի կարծիքով կարելի է կիրառել նաև Հայաստանում։ Ժողովրդավարական երկրներին անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարությունը գիտելիքներով, ուժով եւ գումարով եւ որպեսզի պետությունը կարողանա ժողովրդավարությունը պաշտպանել։ Բրյուսելն արդեն հայտարարել է, որ ընտրություններին ընդառաջ 12 միլիոն եվրո աջակցություն է տրամադրելու Երևանին արտաքին միջամտության դեմ պայքարի համար։ Եվ եթե հայ պաշտոնյաները երկրի անուն չեն նշում, ապա եվրոպացի պաշտոնյաները ուղիղ են հայտարարում։ Խոսքը Ռուսաստանի մասինն է։ Այս մասին խոսել է թե Կայա Կալասը դեկտեմբերի սկզբին Հայաստան-Եվրամիություն ռազմավարական նոր փաստաթղթի ստորագրման ընթացքում, թե Գերմանիայի կանցլերը Հայաստանի վարչապետի հետ անցած շաբաթ Բեռլինում տեղի ունեցած համատեղ ասուլիսում։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի ունենալու Հայաստանում, եւ խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են գրավում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սարմանել Եվրամիության հետ եւ արևմուտքի հետ սերտացման հարաբերությունների մերձեցման մասին եւ սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին։ Ֆրիդրիխ Մերցի այս պնդմանը Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չէր արձագանքել։ Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները Եվրամիության հետ քննարկելը ընդդիմադիրների գնահատմամբ բացահայտ միջամտություն է պետության ներքին գործերին։ Իշխանական Պապոյանը համաձայն չէ։ Մոտավորապես այսպես է իրավիճակը։ Եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում, ասում եք այս մարդը, ասենք ահաբեկիչ է
ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Այդ դեպքում դա եթե դուք համարում եք, որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է, միգուցե ԿՊԱ-ական պաշտոնյան դարձյալ ենթադրություններով շարունակեց. Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախընտրեմ դա, որպիսի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի ուրեմն ձեռք բերել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի համար անհասկանալի է, ինչ նկատի ունեն ԿՊԱ-ականները հիբրիդային պատերազմ ասելով։ Հարցնում է ընդդիմադիրներին ուղղված իշխանականների առանցքային մեղադրանքներից մեկի օտարերկրյա գործակալ լինելու վերաբերյալ ինչու մինչ օրս մեկ քրեական գործ չկա։ Այդ հարցի հետ կապված միջև վերջ գնացեք եւ բանալի կամ սուտ տեղեկություններ մի տվեք, ասինքն մի ստեք։ Խափում են այս մարդիկ ամեն անգամ խափում են մեր հանրությանը, մեր հասարակությանը, կա այդ հարցումների պատասխանը, ԱԱԾ-ն այդ առումով մի քանի նաև նամակներ ունեն, կարող եք ձեզ տրամադրել, որ նման բան գոյություն չունի։ Ուրիշ հիմի այս իշխանություններին, ով որ այս իշխանություններին դեմ է, ասում են ռուսի շպիոն է։ Ընդդիմադիր падգամավորի գնահատմամբ Հայաստանին ցանկանում են գործիք դարձնել Ռուսաստանի դեմ։ Իշխանականները մինչդեռ մշտապես շեշտում են, Երևանը վարում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։